նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շատ հարուստ երաժիշտները նվագում են միմիայն փողային գործիքների վրա։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշարն է, 5շաբթի, երեկոյան 10:30 կամ ինչպես այստեղ ասում են 10:30 PM։ Մենք եթերում ենք եւ իհարկե հարց է առաջանում միանգամից ասում ենք լավ այսօր ով է լինելու հաղորդման հյուրը, ասեմ որ շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, միմիան իհարկե հաճելի մթնոլորտ, լավ հարցազրույց, մի խոսքով ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պայն, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center կազմակերպությունը կօգնի ձեզ այդ հարցում։ Երկար տարիներ արդեն գործում է այս կազմակերպությունը, մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են շատ եւ շատ մարդկանց օգնել են վերադարձրել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա խնդիր 911 Detox Center-ի հետ խնդիրը վերանում է։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Հրաշալի վայր, հրաշալի ժամանակ, եթե ունեք ազատ ժամանակ եւ հանգստյան օրերը պետք է ուզում եք լիարժեք անցկացնել, սա պարզապես հյուրանոցային համալիր չի, սա առողջարան է, որովհետեւ հարմարավետ հարմարներ եւ ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով, պատկերացնում եք մտնում եք լողավազան, հրաշալի մտնոլորտ, զանգարեք հենց հիմա ամրագրեք, հետո չասեք չեմ ասել։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա մեր ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Համալսարանների մեկի աշխատակիցները կատարել են հարցում եւ պարզել, որ շախմատիստ թամադաները հարսանիքների ժամանակ շախ են տալիս։ Նորամուծության բջջային հեռախոսների աշխարհից, եթե հեռախոսը մտցնել օղու բաժակի մեջ, մի քանի բաժակից հետո հեռախոսի մոտ անջատված վիճակ կլինի։ Սիրելի հեռուստադիտողներ, ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, եթերում Armenian Evening-ն է։ Եվ այսպես այսօր Armenian Evening հաղորդման հյուրն է տաղանդավոր շատ հրաշալի երաժիշտ, երգիչ Արտաշես Ասլանյանը, Ճուշը։ Ճուշ ջան, բարի երեկո։ Բարի երեկո, Արմեն։ Թույլ տուր ես իհարկե քեզ դիմեմ այսպես, մենք իհարկե լավ ընկերներ ենք, բայց բացի նրանից դու նաև քո բեմական անունն է Ճուշ, եւ գիտես ինչն է հետաքրքիր, որ միշտ սովորաբար միշտ եթե ինչ-որ անուններ են լինում, մականուն չեմ ուզում ասեմ, բեմական անուններ, միշտ մտածում ես լավ ինչի է այդ անունը։ Քո դեպքում հասկանալի է, որ Արտաշեսը Ճուշն է։ Ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում, շնորհակալ եմ հարավերքս չմերժելու համար։ Շնորհակալություն, որ հրավիրել ես Արմեն ջան, մերսի շատ։ Շնորհակալ եմ։ Ճուշ ջան, դե մենք իհարկե կզրուցենք, ես բնականաբար առաջինը հարցը, որ իհարկե միշտ մեր հյուրերին ուղղում եմ, որտեղից այդ տաղանդով եք գտել եւ այլ, բայց ես մի այսպիսի հետաքրքիր բան եմ ուզում ասել, դե սովորաբար
Ես հետազոտություն չասեմ, ուղղակի վիճակագրություն եմ, հա, անցկացնում։ Այսինքն մեր հաղորդումը արդեն պրակտիկապես արդեն շուտով 3 տարի կլինի, որ եթերում է, եւ հիմնականում տաղանդավոր երգիչները, տաղանդավոր մարդիկ միշտ լինում են Գյումրուց, Էջմիածին։ Գյումրի Էջմիած մի շատ է լինում, հա։ Հիմա մեր ճուշը Երևանից։ Ճուշ ջան, եւ արդեն երկրորդ հաղորդում է։ Կապերով ապարանցի։ Ահա, դե արի մի հատ, այո, ջան ողջուները մեր սիրելի ապարանցիներին, որովհետեւ ասեմ մենք էլ ապարանցենք, բայց ես ծնվել եմ։ Դու ծնվել ես Երևանում, հա, շատ լավ։ Ճուշ ջան, հիմա խնդրում եմ մի հատ ասա ոնց այդպես ստացվեց, ով էր այդ մարդը կամ գուցե ծնողներն են կամ ով, որ ասեց այս երեխան պետքա երգի։ Ուրեմն փոքրուց այդ երաժշտությունը մեր տան մեջ Արմեն ճիշտ ասած եղել է, պապաս օրակույրերս բան սաղ երգել են, այո։ Հանձինս մի հատ հորքուր ունեմ, Զարիկը, շատ փայլուն երգչուհի, չտեսնված, իրան ավելի շատ սիրելով, հորս բան լսելով, միշտ երգել ենք մեր տան մեջ։ Մի խոսքով տենց եղել է, հետո եղավ մի հատ ժամանակահատված մեր թաղամասում, որ երաժշտական դպրոց էին ուզում բացեին։ Դա որ թաղամասում էր դու Երևան։ Սիլիկոն, հիմա երրորդ գյուղ է։ Երրորդ գյուղ, այո։ Եկավ ժամանակ, որ պետքա բացվեր այդ ինչ որ տենց երաժշտական փուչ, որ տենց դպրոցի 90-ականների բաներն էր, տարիներն էր։ Եկավ իմ սիրելի մայստրոն, ես առաջ անգամ այդ վաղ իրան ճանաչեցի, Դավթյան Նորայրը, մայստրոն, իմ սիրելի շատ վարպետս։ Հա, ես երգում էի, երեխեքը դե որ սաղած կամ են մեկս ինչ որ բան անում ենք, որ թաղամասերում հա, այսպես երգում։ Մայստրոս մի խոսքով ասեց, որ ես կուզեմ, որ քո ծնողներին տենամ։ Ահա։ Այդտենց հաջորդ օրը մամայիս հետ գնացինք մեր դպրոց։ Հա։ Խոսեցինք բան ու տենց որ կամանչայի դասարան էլ բացվավ, քանի որ մայստրոն կամանչա արեր, ես սկսեցի կամանչա նվագել։ Հա, ես գիտեմ, որ դու կամանչայի, այսինքն գնացել ես սկզբից նվագել։ Կամանչայի եմ նվագել ու տենց հետո եկավ արդեն դե որ տենց դպրոցը տենց երևի տենց վատ տարիներ էր, երկար չաշխատեց, հետո արդեն խորացած մայստրոյի մոտ սկսեցի պարապել, որպեսզի հետագա հեռանկարներ կարելի է հետագայում։ Դա հետագայում արդեն այսինքն ընդունվեի ինստիտուտ, հա։ Ճուշ ջան, լավ, դրան կանցնենք։ Հիմա փաստորեն դա հասկանալ է ինչպես ստացվեց, եւ բայց դու երգը իհարկե նաեւ ես ուզում եմ հետաքրքիր է դպրոցական տարիքում իհարկե դասանում իհարկե դու երգ չէ երգը 5 էր անպայման ելում է հետո ժամ վախտեր էլ լնում որ դասատու ունենք հեսա կհիշեմ կենսաբանության դասատուն եմ ասում եմ դե չի կարում սովոր այդ առական ասում եմ դե մա երգի որ կարոտը դնեմ Ինգեր Թորոսյան այսպես հիշում եմ շատ լավ եւ դե երկում է տենց ասում էր հետո տենց մի խոսքով բան երկը ընթացքում հետո պաուզա մնաց այդ կամանչայի որ սկսեցի ավելի խորապես այդպես ինքը փաստորեն դու հիմա դու նվագում ես կամանչա հա նվագում ես բայց չես առասարակ օգտագործել ես հիմա Ամերիկայում ճիշտ ասած չեմ հարմար չի բայց Հայաստանում նվագում ես հա Թաթուլ Ալթունյանում եմ աշխատել Հայաստանի ժողովրդիկների պետական նվագախմբում եմ աշխատել երկար տարիներ նվագում, ինքն դա այդպես չի որ պարզապես սովորել ես եւ չէ, տասնյակ տարիներով աշխատել եմ այդ խմբերի մեջ։ Ջուր ջան, հիմա մի քիչ ավելի մանրամասն կպատմես, պարզապես ինձ գիտես ինչ հարց է հետաքրքրում։ Դու սկսեցիր երգել այն երգիչների շարքից 90-ականներին, երբ վատ տարիներին, հա։ Այդ դժվար չէր այդ ժամանակներից չէ։ Այդ 90-ականներին հա, այդ վաղ ավելի ակտիվորեն սկսվեց, հա, որովհետեւ այդ տարիներին բավականին դժվար էր, էլի, բայց այնուամենայնիվ պետք էր համարձակություն եւ քեզ մոտ ստացվեց։ Հետո նոր 2000-ականների այդ 5-ից բանից նոր սկսել եմ ստաբիլ արդեն երգել որպես երգիչ իսկ դու փաստորեն ես ուզում եմ այ հիմա մի քիչ ավելի մանրամասն խոսենք այսինքն Քամանչան դու թողեցիր եւ սկսեցիր արդեն չէ ինստիտուտի տարիներին ոնց որ երկրորդ կուրսից նաեւ երկրորդ մասնագիտություն ընտրեցի երգը կոնսի տարիներին։ Հա, կոնսերվատորը արդեն դու ընդունվեցիր որպես Քամանչայի բաժին։ Ահա, հետո երկով էլ երկու մասնագիտությունով ավարտեցի մի խոսքով ինստիտուտ այդ ժամանակ։ Զուգահեռ աշխատում էի համ օրկեստրներում էի նվագում, Թաթուլ Ալթունյանի օրկեստրում էի նվագում պետական նվագախմբում, համ էլ ռեստորաններում։ Համ էլ նվագում էի, այո, մենք այդտեղ շփվել իրար հանդիպել ենք իհարկե շատ։ Համ էլ երկը տեն զուգահեռ ոնց որ Արմեն ջան։ Շատ լավ, ես Ջուր ջան, բայց փաստորեն բուրըն իհարկե
ժամանակահատված եւ դու այդ այսինքն եւ երկում էր, ես շատ լավ հիշում եմ այդ ամենը, բայց դրա հետ մեկտեղ դա որոշակի առումով եղավ ընդմիջում եւ հետո տեղափոխում, հա, Միացյալ Նահանգներ, արդեն քանի տարի է այստեղ ես։ Արդեն 4 տարի ավելաց տեղ եմ։ Այդտես, ես գիտես ինչն է հետաքրքրում։ Դու փաստորեն պահանջված երգիչ էր եւ այնտեղ երգում էր ակտիվորեն, այսինքն եւ շատ լավ երգում էր, ես գիտեմ։ Այ գուցե իհարկե մարդ ձգտում է կարող է փոքրիկ է շուկան, ավելի ուզում ես on-line է շուկան եւ այլ, բայց նպատակը այնուամենայնիվ գալ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որ այստեղ ավելի line է շուկան, թե պարզապես Չէ, Արմեն ջան, երկի հետ կապ չունի Ամերիկա գալը, անկած որ ասեմ, չէ։ Անձնական ավելի ընտանեկան, հա, այդպես ընտանեկան վիճակա, որտեղ սա հարազատները ստեղ էին, մենք էլ շուտվանից ուզում էինք որ տեղափոխվեինք, հա, պապասու մամաս էլ էին արդեն գալու։ Մի խոսքով նենց ստացվեց, որ եկանք։ Բացարձակ կապ չունի, չէ, երաժշտության հետ կապված։ Մի խոսք, ես գիտեմ ամենայն դեպս, որ դու այստեղ նույնպես գալուց օրվանից երգում ես, հիմնականում իհարկե, հա, մեծո ակումբում, ջեր ողջուները մեր լավ ընկերներին, ովքեր այնտեղ են։ Եվ իսկ հիմա զուգահեռ անցկացնելով, հա, Հայաստանում, այսինքն եւ այստեղ ավելի հեշտ կամ դժվար կա, թե նույնն է ավելի։ Նու իհարկե, ես ասեմ, տարբերությունը նախ բանի, օրինակ ստեյ ժողովուրդը ավելի շատ ուրախ են, ավելի շուտ են քեֆանում, ավելի շուտ է բռնկվում իրանց քեֆի հետ մթնոլորտը։ Իսկ Հայաստանում մի քիչ գիտեմ, ավելի ոնց որ մի քիչ դժվար, բայց էլի քեֆանող ժողովուրդը։ Հա, բայց չէ, դժվար են։ Օրինակ տարբերությունը դրա մեջ եմ զգում, երաժշտությունը։ Դե գիտես, որովհետև ես կարծում եմ այնուամենայնիվ իհարկե որոշակի զուգահեռ անցկացնելով, այստեղ լարվածությունը ավելի շատ է, այսինքն գիտես ինչի, որովհետև շաբաթվա ընթացքում գործնական առումով, հա, աշխատանքի առումով շատ է լարված լինում։ Եվ որոշակի առումով դե իհարկե այստեղ հիմնականում շաբաթվա վերջ, հա, շաբաթ կիրակի, երբ միջոցառումներ են եւ այլ, եւ մարդիկ լիցքաթափվում են, այսպես այդ լիցքաթափությունը մեզ մոտ իհարկե Հայաստանում մի քիչ ավելի հանգիստ է այդ առումով, այդ շատ լարվածությունը այնուամենայնիվ չկա։ Եվ հետո նաեւ արի համաձայնվի ինձ հետ, որ տես ես խոսքը որ գնաց դրա մասին միջոցառումներ է, հա, վերցնենք օրինակ։ Այստեղ նո պրակտիկապես վերցնենք հասկացողություն լավ առիթ է, կենացներ են ասում։ Այստեղ ընդամենը 2-3 կենաց ասում են, մարդիկ ուրախանում ապարում են։ Մեզ մոտ չէ։ Մեզ մոտ մի 14 հատ պետք է կենաց ասել անպայման ու անպայման պետք է ավարտել ժամը 11-ին, որովհետև 11-ից հետո երաժշտություն չի կարելի։ Բայց ասում են կեֆան։ Բայց ասում են լավ կեֆան են, լավ ուրախանան։ Շատ լավ, Ճուշ ջան, իսկ դու երգում ես ժողովրդական երգեր, չէ՞, իսկ ինքդ ստեղծակ երգ թե դրան չի հասնում։ Ճիշտ ասած Արմեն ջան, չեմ մտածել այսքան ժամանակ, չէ, չեմ էլ խորաց այդպես չեմ մտածել, թե հատուկ չեմ կենտրոնացել դրա հետ կապված, բայց երևի կստացվի, որտեվ Ամոսայանը մի անգամ լավ բան ունի, մենք հետ բան հետաքրքիր բան ունի, դից ասում եմ, որ ամեն մարդու մեջ կա ինչ որ այդ գրել։ Իհարկե, այո, բանը պրոստը պետք է արդեն կարանաս ոնց որ ավելի այո բացայտես իրան երևի չգիտեմ։ Ես ուզում եմ անպայման նշեմ մի վերջերս կատարված, իհարկե վերջերս Ճուշ հետ մենք հանդիպեցինք սիրելի հեռուստադիտողներ, մի հրաշալի առիթ էր, երբ նշվում էր 110 Մուսալերի հերոսամարտի 110-ամյակը, մի հրաշալի միջոցառում, շատ գեղեցիկ էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր արվում եւ ինձ իհարկե բախտ վիճակվեց ես վարում էի այդ միջոցառումը, Ճուշը երգում էր եւ ես տեսա այն ինչ էի տեսել իմ կյանքի ընթացքում։ Ուրեմն երգիչները բնականաբար մենք լսել ենք, տեսել ենք երգիչներ երգում են պոպուլիներ, հա, այսինքն երգերի հավաքածուներ պոպուլի։ Հիմա ես իհարկե Ճուշ ջան տեսել եմ պապուրի, որ երգիչները երգեն լավ 5 րոպե, 7 րոպե, լավ 10 րոպե, բայց ինչքան երգեցին դու այնտեղ։ Մոտ կես ժամ, 30 րոպե, սիրելի հեռուստադիտողներ, անդադար, այսինքն դադար չկար։ Դե իհարկե մարդիկ ուրախանում էին, պարում էին, բնականաբար դա էլ չէր էլ կտրել, հա, երգը, բայց 30 րոպե ասում եմ քեզ բրավո, որովհետև 30 րոպե ես հիշում եմ այդ
խմբի անդամներից դհոլարը ուրա ինքը երբ որ ոտը բռնվել էր, որտեղ 30 րոպե ինքը չէր շարժել ոտը դրած էր։ Բրավո, ճուճ ջան, հեշտ չի այդ, դժվար չի։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Փորձում եմ դա Աշխատանքը նենց է ստացվել, այդ մեր գործի բնույթն է, տենց շատ կարծում եմ դժվարություն չկա, էլի, որ մանավանդ տենում ես մարդիկ էլ տենց քեֆ են անում, տենց այդ համատնորորդ այդ բանը դու ես ոգևորում, դու ես ուզում արդեն շարունակես այդ ամեն ինչը։ Հա, բայց դե գիտես 30 րոպե, այսինքն անդադար էլի երկելը դա իհարկե սուպեր։ Ճուճ ջան, ուզում եմ մի քիչ նաև խոսենք, դու այստեղ նաև ունես քո երաժշտական, նու խումբ ասեմ, ընկերների խումբ, որտեվ տարբեր առիթներին, միջոցառումներին հանդես է գալի Ասլանյան Production-ի մասին։ Այո։ Ասլանյան Production, ովքեր են իրենք, այսինքն ումից է բաղկացած։ Ուրեմն խումբը կազմված ընկերներից ինքը production-ը, որ հանդես են գալիս, միջոցառումներին տարբեր։ Հա, այսինքն երաժշտախումբը, երաժշտական խումբը, տարբեր գործիքներ են, երաժշտախմբը տարբեր գործիքներից է բաղկացած, մի խոսքով, հետո նայած ոնց են ուզում այդ առիթը արդեն, եթե կա հնարավոր է կարող է ուզում են մի քիչ ավելի ծավալուն մասշտաբի երաժշտություն, մի խոսքով, ամեն ինչ մտնում է դրա մեջ, այդ production-ի մեջ։ Այսինքն ինչքան հոգու, երաժշտական, այսինքն երաժշտական տուն ոնց է։ Այսինքն ոչ միայն ժողովրդական երգեր են։ Հա, իհարկե, հա, տարբեր ժանրերի երգեր կան, տարբեր երգիչներ կարան հանդես գան, ոչ մի տարբերություն հենց որ։ Այսինքն դիմ Ասլանյան Production տարբեր երգեր է։ Այո, իհարկե, տարբեր երգիչներով է արդեն հանդես գալիս։ Եվ դա բավականին արդեն լավ Վաճի աշխատում է, վաճի։ Շատ լավ։ Ճուճ ջան, իսկ հիմա ես ուզում եմ իհարկե մենք հիմա կանցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մի փոքրիկ միասին խաղ ենք անցկացնելու, բայց այ հիմա դա է ուզում ասել։ Առասարակ ժողովրդական երգերի մեջ իհարկե բառերը, ժողովրդական բառերը, դա ժողովրդից դուրս եկած բառեր են եւ այլ, բայց այս վերջի ժամանակատվացում արդեն քանի տարի է, ես իհարկե խոսքը չի գնում բնականաբար ժողովրդական երգերի մասին, բայց շատ երգեր են ստեղծում, որտեղ պարզապես բառերը երգի գրվում են նրա համար, որ պետքա լինի։ Ինչու՞մն է դա հարց, օրինակ ըստ որպես երաժիշտ, որպես երգիչ, չեն ուզում ինչ-որ հետաքրքիր նորամուծություն, թե էդ է պետք, որովհետև տես հիմնականում երգերը սիրեցի, թողեցի, համբուրեցի եւ պրծավ դրանով։ Հետո շատ տխուր ֆոնի վրա է պրծնում երգը։ Հա, մեր շատ տխուր։ Բայց տես հիմա չէ, լավ բաներ կան, լավ Մեր օրինակ երիտասարդներ այսօրվա տղեկը որ նայում եմ այդ մեր հետ ինգերները որ աշխարհ լավ բաներ կարում են նոր բաներ հա վերցնեն պատվիրեն ինչ որ իրանց սրտով գրեն լավ բաներ հետաքրքիր դառնում այն էլ կա Արմին ջան այն էլ է բայց դե չգիտեմ մի խոսքով ես իմ նայած ոնց է հետո գիտես ինչ էլի քեզ որպես երկիչ եմ ուզում հասնել մի քիչ այս մեր ժամանակաշրջանում երգերը միանման են հա Այն նույնն է, չէ, համաձայն է, չէ, որովհետև ես մեր հաղորդումներից մեր հյուրերից մեկի հետ միշտ խոսեցինք այդ թեմայով եւ դե ժամանակին այն ժամանակ կար հայկական էստրադա, որը հայկական էստրադա էր եւ կար իհարկե նույն 6-8-եր եւ իհարկե այդ ամենը կար դրա հետ մեկտեղ, հիմա դե այդ բոլորը ոնց որ դարձավ այդ դրա մեջ 6-8-ի մեջ ամեն ինչը տեղ ունեցավ Ինչն է, դե երևի պահանջարկն է, որովհետև դրանով մարդիկ երևի պարզապես դե մեղադրելի չի, սուբյեկտիվ կարծում եմ, պետք է գումար աշխատեն, հա երևի։ Բայց չգիտեմ, ինձ թվում է, որ լավ բան տան էդ էլ կպահանջեն երևի ժողովուրդը, լավ բան պետք է տաս։ Հա, այսինքն ճիշտ ես ասում։ Այնպես, այո, նույնն է մեր հերոստատեսային ոլորտում, որ ասում են ինչի այսպես վատ, օրինակ հերոստատեսությունում ինչ են վատ պրոյեկտներ, ասում են ժողովուրդը դա չի ուզում։ Դու ժողովրդին լավ բան տվեք, ժողովուրդը կուզի։ Նույնն է երկի պահով։ Հիմա օրինակ եթե լավ երկ լինի, որը ոչ, այսինքն 6-8 չի, հա կամ հետաքրքիր երկ է, բնականաբար ժողովուրդը կուզի դա կընտրի։ Պարտադիր։ Ես օրինակ նոր ասեցի ճուժ եւ հիշեցի ժամանակին, հիշում ես մեր Սիլվան Հակոբյան երգով դուրս գիշերը, չէ, այսինքն բացարձակապես ինքը Սիլվայի, այսինքն երգը պրեմիերա նոր ասեցի ու հիշեցի։ Այդ գիշերը հա բացարձակ ոչ 6-8 ոչ ոք, բայց ինքը մտավ դրանով եւ գնաց առաջ։ Սիրեց, հա, հետո շատ սիրուն երգ էր։ Հա, շատ սիրուն երգ էր։ Մի խոսքով ավելի եկեք շատ էքսպերիմենտներ անենք, փորձեք։ Մեր սիրելի երաժիշտներ, երգիչներ
Ճուշ ջան, անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, դեմ չես։ Հիմա մենք 3 հատ երգի հատվածներ ենք միասին լսելու, երգը ընդհատվելու, ես քեզ 4 տարբերակ ասելու եմ, որից մեկը լինելու է ճիշտ, 3-ը սխալ։ Մենք հիմա միասին կգնանք, ինձ թվում է քեզ հեշտ կլինի, որովհետև դու երգում ես, գիտես, օրինակ մոտավորապես ինչ երգ կլինի, ինչ երգ բառը ոնց կլինի։ Իսկ լինում է, որ օրինակ երգում ես միտեղ եւ հանկարծ բառը մոռացար։ Վայ, շատ Չես անում այդ դեպքում։ Ես լավ ինչ կա գալիս հավես։ Հա, այսինքն եթե երգ չենք աշխատում, մի հատ ընկեր ունենք անում, չեմ բանը ուզենա, բայց ոչ բանի կապած չէ, լիպ ուղղակի թերթը փոխվավ, քամին տվեց, թերթը փոխվավ, երկը լրի փոխվավ, մի անգամից այդ իշքան ծիծաղալներ այդ վաղ խնդում էինք շատ։ Բայց ինչու իմ մտքին եկավ երգեց այդ։ Չէ, ինչ որ ուրիշ երգ, բոմ, տենց ինչ որ բաներով բացվավ, տենց հիշում եմ, որ ինքը տենց ինչ որ կոնկրետ ինչ որ բաներ ասում, տենց հատուկ, բայց երգի հետ կապ չուներ։ Մի խոսքով լինում այդպես։ Իսկ օրինակ տեխնիկական իհարկե հազար ունի լինում են հարցերնակ խոսափողը միկրոֆոնը անջատվում է, բան այդ ժամանակ ոնց է կանում, շարունակում եք երգել, թե եղել է դեպք, ասենք Արմեն ջան, որ սենց մի անգամից լավ են հանգիստ երգում ես, որ սենց ինչ որ տենց լավ բանի ընթացքում, մեկ էլ հոսանքը անջատվել է մի անգամից, բայց եղել է որ չենք կորցրել, հենց տենց ջիվոյ տենց երգել ենք ու տենց տպավորությունը ավելի շատ է փոխվել, էլի ավելի շիրուն է։ Ես չգիտեմ, հետաքրքիր բաներ եղել են տես բաներ։ Շատ լավ։ Ճուճ ջան, դե ուրեմն անցնում ենք մեր խաղին, հիմա միասին կլսենք, հա, առաջին երգի հատվածը։ Սիրելի հեռուստադիտողներ, Արտաշես Ասլանյանի Ճուշ հետ մենք միասին հիմա անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին, դուք իհարկե նույնպես ակտիվ մասնակցում եք եւ մեզ հետ իհարկե այս խաղի մասնակցում եք այս խաղին։ Խնդրեմ առաջին երգի հատվածը լսենք։ Վերջացավ։ Հիմա խոսքը գնաց որ սպասում է եւ այլ, արի մի հատ համբուրդ ու ես էլ տամ, մի խոսքով, արի մի հատ ինձ գրկի, հիմա շարունակությունը, արի մի հատ ինձ գրկի, ինձ պաչի ուշքս անցնի, առաջին տարբերակը։ Երկրորդը, արի մի հատ ինձ գրկի, օր ու գիշեր ինձ սիրի, երկրորդ տարբերակը։ Երրորդը, արի մի հատ ինձ գրկի, վզիս տակ մի հատ քորի։ Եվ արի մի հատ ինձ գրկի, հետո ինձ գետնին գցի։ Տարբերակա պետք է։ Եվ այսինքն շպրտեց գնու քորի։ Այդ 4 տարբերակ։ Որն ենք ընտրելու, մեկը պետք է։ Այդ դու պետք է հիմա ընտրես։ Նայ, արի մի հատ ինձ գրկի, հիմա շարունակությունը։ Ինձ պաչի ուշքս անցնի 1, օր ու գիշեր ինձ սիրի 2, վզիս տակ մի հատ քորի 3, հետո ինձ գետնին գցի 4։ Երգը քանի որ լսեցի, տենց այդ բառերը անծանոթ էր, անկեղծ ասած, բայց որ բառերի այդ շարադրանքը այդ շատ բառերը որ տեսա, ես կարծում եմ որ ավելի շատ երևի ուշքս անցնին է։ Ինձ պաչի ուշքս անցնի։ Կարծում եմ որ այդ երգի մեջ աղջիկը տենց կասեր։ Իսկ օր ու գիշեր ինձ սիրի չէ։ Ես իմ կարալ նի, էդ է լավ վերսիա։ Ես օրինակ են մեկն եմ ավելի շատ։ Ինձ պաչի ուշքս անցնի։ Կարարալներ, որտեղ աղջիկը երկից ես հասկացա, որ կարարալ։ Ճուճ ջան, դե համենայն դեպս էսպես ասեմ, առաջին տարբերակն է, դեռ 2 տարբերակ ունենք, այսինքն եթե անգամ սա լինի սխալ, մենք ունենք հետո տարբերակ, որպեսզի կարողանանք ճիշտ։ Բայց արի ամեն դեպքում քո ասածը ես ասեմ։ Չէ, բայց ես չգիտեմ ճիշտ տարբերակը։ Ուրեմն առաջինը։ Ես սխալ ասի կասին եկավ ընկերոջը խափեց գնաց։ Okay, լավ, ուրեմն առաջինը։ Դու ընտրել ես այ։ Ինձ պաչի ուշքս անցնի այս տարբերակը ընտրեց Ճուշը, արի մի հատ ինձ գրկի, ինձ պաչի ուշքս անցնի։ Լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Արի փոքրիկ արիսու, ամբուտամ ես դու էլ դու, արի մի հատ ինձ գրկի, ինձ պաչի ուշքս Իմ արեմ տեք լսել է ես երկս ես բայց չկալ, արա ինչ լավն է, բայց մտածում եմ որ կարա էլի վսյոտը ինքը տենց ասես։ Այո, դե որ ինքը երկու հումորային էր, արի ինձ մի հատ գրկի, ինձ պաչի ուշքս անցնի, 1-0 հաղթում ենք։ Լավն է։ Այսպես 1-0 Ճուշ անցավ առաջ, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք հիմա միասին լսում ենք երկրորդ երգի հատվածը, խնդրեմ։
Իմ հետևից բղավում ես, բայց Ինչ կարար բղավել։ Իմ հետևից բղավում ես, բայց ես հեռանում եմ 1։ Իմ հետևից բղավում ես, բայց ես անտեսում եմ 2։ Իմ հետևից բղավում ես, բայց ես հայոյում եմ 3։ Եվ 4-ը իմ հետևից բղավում ես, բայց ես կռանում եմ։ Իմ հետևից բղավում ես, բայց ես ինչ եմ առաջի տարբերակ։ Բայց ես հեռանում եմ, անտեսում եմ, հայոյում եմ, կռանում եմ։ Այս 4 Կարծես անտեսումը Անտեսում եմ։ Հա։ Իմ հետևից բղավում ես, բայց ես անտեսում ես։ Իսկ հայոյել չէ, իմ հետևից բղավում ես, բայց ես հետևից Աղջիկը ֆրա այոյի, կարա էլի, ես իմ հետ էլ տարբերակ է։ Նո իհարկե կռայել ավելի հետաքրքիր կլինի։ Դա ինչ է կռավում ենք, չգիտենք։ կարծում եմ Պարզապես իհարկե մտածում ենք ինչ կարող է լինի։ Կռահում ենք։ Կռահում ենք, կռանում, կռանել եւ կռահել։ Կռահում ենք, ինչի է կռանում։ Կռանում է որ կռահենք։ այո։ Ճիշտ է։ Հիմա տարբերակը երևի առաջին Անտեսում եմ, դա ես ընտրում։ Առաջինը ես հեռանում եմ, ես անտեսում եմ, ես հայոյում եմ, ես կռանում եմ։ Ես անտեսում եմ։ Ես հեռանում եմ։ Անտեսում եմ, արի տենց Անտեսում եմ։ անտեսում։ Շատ լավ, ես չգիտեմ, ճիշտ տարբերակը դա հենց երրորդ տարբերակ ունենք։ Իմ հետևից բղավում ես, բայց ես անտեսում եմ, այս տարբերակը ընտրեց ճուշը, տեսնենք ճիշտ է դա թե ոչ եւ անցնենք երրորդ երկին, խնդրեմ։ Բայց ես ամոթ ես լսում, ես զայրանում Իմ հետևից բղավում ես, բայց ես հեռանում Ես Հեռանում եմ, հա։ Ես ճիշտ ջան, ոչինչ, 1-1։ Ես հեռանում եմ այս տարբերակը, բայց այն բանն է, չէ, լավ հետևից այն որ երկրորդ երգում այն։ Ես հեռանում եմ։ Ինքը բանա 90-ականների, չէ, ոչ ավելի շուտ։ Ես ո՞րից է այս Մենք շատ տենց երգեր, հատուկ մեզ համար մեր շատ սիրելի երաժիշտների, երգիչների երգում են։ Մենք ճիշտ ասած ճուշ ջան, բոլորը իհարկե մեր լավ ընկերներն են, մենք այս խաղի ժամանակ չենք ուշադրություն դարձնում ով է երգում։ Պարզապես մենք ուշադրություն ենք դարձնում երգի բառերին, մի քիչ այսպես հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում։ 1-1 1-1 եւ հիմա պետք է որոշվի այդ ճակատագրական պահը եկավ, որպեսզի տեսնենք ճուշը հաղթում է, թե չի հաղթում։ Ուշադիր լսում ենք։ Խնդրեմ, երրորդ երգի հատվածը։ Նստած եմ սենյակում, ամեն ինչ քեզ է հիշեցնում, բայց ես էլ չեմ գալիս, խոսելն է ուշ տալիս, գալիս եմ մոտդ սիրելիս, քեզ եմ ես բերում, ծաղիկներս քեզ եմ նավիրում, քեզ մոտ եմ գալիս, Քեզ եմ, դե տխուր սենյակում նստած է, քեզ եմ ես տարի շոր ծաղիկներ եմ նվիրում, քեզ մոտ եմ գալիս, հիմա իմ ողջ սերը քեզ եմ ես տալիս 1, քեզ մոտ եմ գալիս, ծաղիկներս քեզ եմ ես տալիս 2, երրորդը քեզ մոտ եմ գալիս, իմ փողերը քեզ եմ ես տալիս Եվ չորրորդ տարբերակը, որը կարծում եմ ամենաճիշտն է այս պարագայում, քեզ մոտ եմ գալիս, ով ես դու ես իմ հոգնած հալիս։ Կարծում եմ ամեն դեպքում առաջի տարբերակը։ Իմ ողջ սերը քեզ եմ ես Իմ ողջ տալիս։ սերը ես, հա։ Գիտես ինչի, նայ, մի քիչ քննարկենք պարզապես, հնարավոր է, ուղղակի այնտեղ ծաղիկները չէ, երևի, որտեղ ընդ առաջ անգամ ասեց ծաղիկ, Ասեց ծաղիկներ ճիշտ է։ բայց կարողա թողել են այտենց, որ ծաղիկ լինի։ Փողերը քեզ եմ ես տալիս չէ, որտեղ այսօրով է փող տալի մեկին։ Վերցնում են մենակ, վերցնում են ու չկան, հետո ուր ես։ Հա, կզանգեմ, քեզ հետո չեն զանգ տալի։ Հետո մեկ է շատ ծանոթ իրավիճակը։ Գոնե վերցեք հեռախոսը, որ վերցեք, գոնե ասեք չեմ կարա տամ, այսօրը կտամ, բայց վերցեք հեռախոսը։ Հետո մեկը տենալ կա, չէ իրար։ Ասել եք, ոչ չենք լսել, սուտ է, լսել եք, չեք վերցնում։ Այո։ Ճիշտ ջան։ Ես ժամանակի տարի որ դու մտածես։ Առաջինը։ Իմ ողջ սերը քեզ եմ ես տալիս։ Ծաղիկներս չեն կանում։
ծաղիկները չեմ կարող, բայց առաջինը ավելի Որը քո սրտում է։ Всё, առաջինը։ Քեզ մոտ եմ գալիս, իմ ողջ սերը քեզ եմ ես տալիս։ Այս տարբերական ճյուշը ճիշտ է դա թե ոչ մենք հիմա լսենք եւ տեսնենք հաղթեց ճյուշը թե ոչ։ Բայց իմ ողսերը քեզ եմ ես տալիս, էդ է։ Մենք այդ տարբերակն ենք։ Շատ լավն է։ Լավն է, Ջան։ Բրավո։ Համենայն դեպս շատ հետաքրքիր էր իմ ողսերը քեզ եմ ես տալիս, դա էլ էր տարբերակ։ Դե հա, ես քեզ հետ համաձայն եմ, որովհետև երկու անգամ ծաղիկները մի տեսակ չպետք է լիներ, բայց տենց ստացվեց։ Ջուր ջան, հիմա ինչ իհարկե մի փոքրիկ անակնկալ իհարկե հաղորդման ավարտին մեր հյուրերին միշտ խնդրում ենք դա քիչ ուշ, հիմա ուզում եմ մի քիչ ավելի խոսենք մասնագիտական ինչ նոր նախագծեր կան հետ։ Այսինքն ես գիտեմ, որ դու իհարկե ձեր production-ով զբաղվածությունն է, քո երգերն է, դու երգում ես ակումբում եւ առասարակ այդ ժամանակը քիչ է, բայց այնուամենայնիվ կա ինչ որ գուցե ինչ որ նպատակ համերգային ինչ որ համեր կանել, կազմակերպել։ Ճիշտ ասած, տենց Արմեն ջան, նպատակ համերգային հետ կապված կա, ամեն ինչ էլ կա, բայց ասենք տենց որ տենց մեծ բաներ, տենց ժամանակի հետ կապված խնդիրներ կան, էլի ճիշտ ասած, հետո ավելի շատ երգ բան եմ ուզում նոր բան անեմ, հա Տենց բաների վրա եմ աշխատում, շուտով։ Ջոյ ջան, իդեպ ես մի հարց եմ ուզում քեզ տալ։ Դու դե ժողովրդական երգեր ես երգում, հիմա գաղտնիք չէ, որ շատ անգամ ժողովրդական երգերը գործիքավորում են, հա, ինչ որ այսպես էլեկտրոնային շատ եւ այդպես է մատուցում։ Դա լավ է, թե ոչ այնուամենայնիվ։ Իհարկե, լավ է, նոր է, ինքը նոր է։ Բայց այդ ժողովրդական այդ համ հոտը չի կորում։ Չէ, միքսում են ավելի շատ երևի ժող գործիքներ են լնում, միքսում են իրար հետ, բայց այդ էլեկտրոգործի հենա գաթային տենում են գարիկ, գաթա բենդը, էլեկտրոգործիկներով ժողերը ինչ անում տղեն, բրավո ասենք, էլի։ Այո, ես ջեմ ողջուններ իմ շատ լավ ընկերոջ Անդրանիկին Սարգ։ Ու շատ տենց լավ երաժիշտներ ունենք, որ իրականում իրանք տենց միքսում են իրար հետ ու կամ շատ առանց չմիքսեն էլ, բայց ավելի նոր գույն Չէ, բայց դու դա իսկ երբ որ ավելի այսպես դե դու խոսեցիր իհարկե գաթա բենդի մասին, բայց եթե ինչ որ այսպես DJ-ները այսպես դա են անում այդ տիպի, դա ոնց է, թե դա մի քիչ ինչ որ տենց հետարքիր մի բան է, նորամուծությունային կարծիքով ամջան, հա, էլի ես իմ չգիտեմ, հետարքիր բաներ կան, բայց ինչ մնում է այդ նոր ձայներին, նոր բաներին, ես օրինակ շատ կողմ եմ, ինչ շատ է դուր գալիս, շատ հետարքիր գույն է ստացվում, ավելի գունավոր։ Խոսքով նորություն է համենայն դեպս։ Շատ լավ։ Ջուր ջան, դե մեր հաղորդման ավարտին իհարկե մի փոքրիկ խնդրանք քեզ, ես բնականաբար իհարկե չեն կարող քեզ բաց թողնել մի հրաշալի առանցքով հրաշալի երգերից մեկի եւ իհարկե բազմաթիվ իհարկե երգերը շատ հրաշալի երգում ես, բայց այսօր մի հրաշալի ժողովրդական երգ կա։ Քարավան։ Այո։ Քարավան երգը, եթե դեմ չես, մենք այսօր քեզ խնդրենք մեր հեռուստադիտողներին երգես, բոլորս վայելենք իհարկե քո կատարմամբ եւ որպեսզի մեր երեկոն մեր Armenian Evening մեր հայկական երեկո էլ ավելի լինի հայկական, էլ ավելի լինի համով հոտով։ Չնայած էլի համով հոտով է, բայց էլ ավելի, հա։ Ես կխնդրեմ դու պատրաստվես, հաշվի առնելով, որ միշտ սովորաբար մեր հյուրերը խնդրեմ, միշտ մեր հյուրերը սիրելի հեռուստադիտողներ միջ վերջի պահը չեն իմանում, թե մենք ինք միացրած է։ Մենք հյուրերը իհարկե չեն իմանում, որ երգն ենք մենք խնդրում, որպեսզի նրանք երգեն եւ բնականաբար մի փոքրիկ ժամանակ պատրաստվես, իսկ մինչ ուշը պատրաստում է սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել մեր հաղորդման գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի, այնպես որ եթե ձեր շրջապատում կան նման մարդիկ, մի հապաղեք, ուղեկցեք կամ դուք եթե ունեք խնդիր անպայման գնացեք, որովհետև մասնագետները, պրոֆեսիոնալները այստեղ աշխատում են եւ անպայման ձեզ կօգնեն, հավաստիացնում եմ ձեզ։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Pulse Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Ձեր հրաշ
հրաշալի վայրը, ամենաճիշտ վայրը հանգստյան օրերը անցկացնելու համար, եթե չգիտեք ինչպես լիարժեք անցկացնեք ձեր հանգստյան օրերը, ապա զանգահարում եք իհարկե ամրագրում եք տեղերը եւ գնում եք օգտվում եք այն ամենից, ինչ այստեղ կա, իսկ այստեղ կա ամենակարևորը տաք հանքային ջրով լողավազաններ, այնպես որ սա ոչ միայն հյուրանոցային համալիր է, սա առողջարան է, մեր հին լեզվով ասած սանատորի, անպայման զանգարեք եւ գնացեք լիարժեք ձեր հանգիստը անցկացրեք այստեղ 760 329 6033 Ճուճ ջան պատրաստ ենք Այո Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ եկեք վայելենք միասին այս հրաշալի րոպեները, որովհետև հատուկ ձեզ համար, մեզ բոլորիս այս պահին Արտաշես Ասլանյան, Ճուժ, Քարավան, ուղիղ եթերում լսում ենք նայում ես անապատի լուսավորում ես հենց նայում ես անապատի լուսավորում Ջուջան, բրավո, շնորհակալ եմ քեզ անչափ, ես իհարկե նաև ուզում եմ նշել, որ մի քիչ վատ առողջ էր այսքան, բայց այնուամենայնիվ հրաշալի, բրավո եմ ասում քեզ Ջուջան, պրոֆեսիոնալ, շնորհակալ եմ հաճելի անկեղծ հարցազրույցի համար, քեզ իհարկե նորանոր հաջողություններ, նոր բեմեր, նոր երգեր և փայլես քո տաղանդով։ Շնորհակալ եմ շատ
Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպես ուրախ բարձր նոտայով ավարտում ենք մեր այսօրվա թողարկումը, իհարկե ընդամենը մեկ շաբաթ սպասում ենք եւ հանդիպում ենք ուղիղ մեկ շաբաթ անց 5 շաբթի երեկոյան 22:30 AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։